Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը շարունակում է բաշխիչ ցանցի վերակառուցման ուղղված ներդրումային ծրագրերը։ Միայն Էջմիածնում վերակառուցվել է 6 օդային գիծ, փոխարինվել 4000 մետր մալուխային ու 14000 մետր օդային գիծ, որոնք սնում են 19 գյուղ։ Իսկ Աշտարակի, Բաղրամյանի ու Արմավիրի շրջաններում 5 օդային գիծ, որոնցից սնվում է 11 գյուղ։ Նախկին փայտե հենասյուները փոխարինվել են ավելի անվտանգ երկաթբետոնե սյուներով։ Բնակիչների կողմից զավթացողակտորների միջոցով գծերը գտնվել են իրենց հողատարածքներում նախկինում, որը բերել է անվտանգության գոտիների խախտման եւ վթարի դեպքում։ Կառուցելով գիծը մենք վերացել ենք անվտանգության գոտիների խախտումը։ Պաստանցիայից այն կողմից գալիս էր բաց կաբելներով, որից քամուց հետո կպնում էր իրար, իսկ ինի սա փագով է գալիս։ Դժվար է արդեն այս բաները լինի։ Մեծամոր համայնքի երասխավանում եւս այս պահին հիմնանորոգվում է 10 կիլովոլտ օդային անմխիթար գիծը։ Մաշված, թուլացած հատվածները փոխարինում ենք նորերով։ Երկրորդ փուլով սկսենք վերանորոգման ենթարկել գծերի այն հատվածները, որոնք արդեն մաշվածության են աստիճանի են, որ ուժեղ քամիների, անձրևների ժամանակ վթարներ են առաջացնում։ Առաջիկայում եւս նախատեսված է վերակառուցել 14 օդային գիծ Ապարանում, Թալինում, Կոշում, փոխարինել շուրջ 26000 մետր օդային գիծ, որից սնվում է մոտ 50 բնակավայր։ Կառուցելու ենք 2.5 կիլոմետր գիծ, դրա արդյունքում դուրս է գալիս սեփականաշնորհված տարածքներից մոտավորապես մի 8-9 կիլոմետր գիծ, որը եւ սպասարկման եւ շահագործման տեսանկյունից շատ բարդ էր, որտեղ չունենք ճանապարհներ, տեխնիկա օգտագործելու եւ վերանորոգման աշխատանքներ կատարելու։ 2016-ից 2024 թվականներին ՀԵՑ-ը շարունակում է վերազինել էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքները, ներդնելով ավելի քան 270 միլիարդ դրամ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է նաեւ ՀԵՑ-ի առաջիկա 10 տարիների ներդրումային ծրագիրը, որի արժեքը ավելի քան 300 միլիարդ դրամ է։ Սվետլանա Ավդիշյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։